Բարև ձեզ, Factor TV հյուրը տարածաշրջանային հարցերով փորձագետ արևելագետ Արմեն Պետրոսյանը, ողջույն, պարոն Պետրոսյան։ Թրամփի ուղու մասին երկու հայտարարություն եղել, մեկը Իրանից, մյուսը Ռուսաստանից, մասնավորապես Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական վիլայեթի հայտարարությունը, նա նույնացրել է Թրամփի ուղին Զանգեզուրի միջանցքի հետ, ԱՄՆ-ի տնտեսական ենթադրությունը ըստ նրա ռազմական ներկայության կարող է վերածվել։ Մենք հիշում ենք նրա բավականին կոշտ հայտարարություն օգոստոսի 8-ի, շրջան մինչդեռ ԱԳՆ նախագահություն ավելի փափուկ էին եւ դիվանագիտական, իսկ Ռուսաստանից Կալուգինը, ԱՊ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենը հայտարարում էր, թե Ռուսաստանը ըստ էության պետք է մասնակցություն ունենա այդտեղ, սահմանապահներ կան, հարավկովկասյան երկաթուղի կա եւ այլն։ Ինչպես է գնահատում այս հայտարարությունները։ Շնորհակալ եմ հրավերության համար։ Այս հայտարարությունները փաստում են այն մասին, որ երկու երկրներն էլ Իրանն էլ Ռուսաստանն էլ չնայած նախկինում հայտնած դիրքորոշումներին, այնուամենայնիվ բավականաչափ զգայուն կերպով են վերաբերում Հարավային Կովկասում ընթացող Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին եւ մասնավորապես ուրեմն կապուների ապաշրջապակման թեմային, որտեղ բավականաչափ կարևոր ներգրավություն ունի Միացյալ Նահանգները։ Գնայք զգայունը ձեր դեպքում հոմանիշ է դեմ բառին կամ դեմ են, այսինքն թե։ Տեսեք, դեմ գուցե դեմ են, բայց ինչու եմ նշում զգայուն, որովհետեւ մեծ հաշվով իրենք հնարավորություններ չունեն ազդելու process-ի վրա, այսինքն արձագանքում են, բայց ազդելու էական լծակներ չունեն։ Եթե նշեի դեմ են, ուրեմն պետք է ինչ-որ բաներ անեին, որպեսզի այդ process-ները տեղի չունենային։ Դեմ են, բայց չեն կարողանում, չեն կարողանում, որովհետև այո, չունեն համապատասխան ներուժ process-ի վրա ազդելու։ Այս բանին ունեն այլ առաջնահերթություններ, որոնք կլանում են նրանց ամբողջ էներգիան եւ հնարավորությունները։ Եվ բնականաբար այդ իրողությունների պայմաններում էլ մեծ հաշվով նրանց արձագանքն է, որին մենք ականատես ենք։ Իսկն այս պայն ռետորաբանության մակարդակում արձագանքն է եւ կարծում եմ դրանք շարունակական են լինելու։ Այսպես ասեմ, երկու երկրների պարագայում էլ, տեսեք, ընդհանուր մոտեցումը մեկն է, այսինքն այն ինչ որ տեղի ունենում Հարավային Կովկասում եւ մասնավորապես ապաշրջապակման գործընթացը դա դեմ է երկու երկրների շահերին էլ, թե Իրանի, թե ուրեմն Ռուսաստանի։ Ապաշրջապակում կապ չունի ում մասնակցությամբ ԱՄՆ-ի թե ինչ է, ընդհանրապես ապաշրջապակում։ Մեծ հաշվով այո, բայց հենց ԱՄՆ-ի ներգրավությամբ ապաշրջապակումը ավելի զգայուն է դարձնում գործընթացը, երբ որ նշում եմ զգայուն, նաև դա նկատի ունեմ, որովհետև տեսեք, այնուամենայնիվ Իրանի պարագայում Իրանը, Ռուսաստանը, Վրաստանը այս երեք երկրները անցյալ տասնամյակների ընթացքում իրենց քաղաքականությունը տարածաշրջանի հետ կապված կառուցել են հաշվի առնելով Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը եւ բնականաբար Թուրքիայի դիրքորոշումը այս տարածաշրջանում եւ իրենց բոլոր քաղաքական հիմնական հաշվարկները, քաղաքական գործողությունների սցենարները պայմանավորել են այս իրողություններով մեծ հաշվով չեն ունեցել ըստ էության պաուստային տարբերակներ, բա որ մի օր այս հակամարտությունը գնա հանգուցալուծման ինչ են կանելու եւ եկել այդ մի օրը եւ այնպիսի ժամանակահատվածում է եկել այդ օրը, որ երկու երկրներն էլ ընդ որում նաեւ էլի Վրաստանը հիմա գուցե ես այսպես վերլուծություններ եմ անում, որոնք մեծ հաշվով մի փոքր վերաբերմունք են ձևավորում երեք մեր համար կարևոր երկրների համար, Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի պարագայում, բայց սա փորձագիտական վերլուծություն է եւ սա բնականաբար ոչ թե ինչ որ այսպես ասեմ, կողմնակի վերաբերմունքի արդյունք է, այլ զուտ օբյեկտիվ այդ երկրների շահերը հաշվի առնելով արվող վերլուծություն է։ Տեսեք, Վրաստանի պարագայում էլ, որ Վրաստանն էլ այս բան բավականաչափ բարդ իրավիճակում է, Ռուսաստանը այս բան ներգրաված է ուկրաինական պատերազմում։ Իրանը Իսրայելի հետ պատերազմից հետո բավականաչափ մեծ կորուստներ է կրել եւ ունի բազմաթիվ խնդիրներ։
եւ հենց սա է նաեւ հանգեցրել նրան, որ այս process-ներն ընթանում են եւ նրանք չեն կարողանում միջամտել։ Իսկ նախկինում իրենց քաղաքականությունը, ինչպես արդեն նշեցի, հաշվարկված է եղել, պլանավորված է եղել կոնֆլիկտի արկայության համատեքստում։ Դրանից 3 երկրներն են շահեր են ունեցել։ Իրանը օգտագործել է այս կոնֆլիկտը ռազմավարական լծակներ եւ կարեւորություն ունենալով թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար, որտեղ Հայաստանի համար եղել է այն երկրորդ միակ ճանապարհը կապը աշխարհի հետ։ Ադրբեջանի համար եղել է Նախիջևան, Ադրբեջան կապն ապահովող, ցամաքային կապն ապահովող ճանապարհը։ Վրաստանը օգտվել է բոլոր էներգետիկ եւ տարանցիկ եւ այլ տրանսպորտային նախագծեց։ Ռուսաստանը աշխարհաքաղաքական ներկայությունն է իր ապահովել Հայաստանի վրա է անդադ ճնշում գործադրել կոնֆլիկտի միջոցով, Ադրբեջանի վրա է ճնշում գործադրել եւ կառավարել է պահել։ Եվ հիմա այդ միջավայրը փոխվում է եւ նրանք պարզապես պաուստային սցենար չեն ունեցել եւ անգամ այդ սցենարի բացակայության պայմաններում էլ այս պահին այնքան խնդիրներ ունեն, որ իրավիճակային 100 պատշաճի արձագանքի հնարավորություն չունեն, որովհետեւ կարողանան իրենց տեսանկյունից կառավարելի պահել իրավիճակը։ Եվ դրա համար մնում է սա արձագանքի սահմանափակ մեխանիզմ։ Ռուսաստանի մասով ասացիք ճնշել է Ադրբեջանի եւ Հայաստանի կոնֆլիկտի հանգամանքը ցուցադրել եւ հենց այդ կոնֆլիկտի թատերաբեմներից մեկը 44 օրյան էր, որի արդյունքում Ադրբեջանը հաղթեց եւ Ռուսաստանն էլ բենեֆիտներ ստանում էր, մասնավորապես ռուսական ԱԴՑ-ն պետք է մեղրի ճանապարհին կանգներ իրենց մեկնաբանությամբ։ Մյուս կողմից էլ նայեք Արցախում էլ, այսինքն փաստացի ադրբեջանական տարածքում, Ադրբեջանի Հանրապետության տարածքում, որը նույն Ռուսաստանն էլ ճանաչում էր որպես Ադրբեջանի տարածք, ռուս խաղապահ ներկայացան։ Այսինքն երկու պարագայում էլ Ռուսաստանն ունենում էր օգուտներ։ Ճիշտ է, Արցախի պարագայում ավելի սահմանափակ տարածքի վրա, բայց ունենում, այսինքն ներկայություն Ադրբեջանում, ներկայություն Հայաստանի տարածքում եւ վերահսկողություն կապողու վրա։ Այո, այն պարագայում, երբ որ իր տարածքը մերժվում էր որպես տրանզիտ գոտի Եվրոպայի, Ասիայի միջև, ըստ էության գալով Հայաստան մեղրի ինքը հարկադրելու էր եւ Արևմուտքին եւ Ասիային իր հետ ամեն դեպքում էլի առնչվել։ Հիմա սա ինքը պարզապես մեծ հաշվով ինքը պարզապես այդ կապուղին դարձնել էր ընդամենը Ադրբեջան-Նախիջևան կապի համար նախատեսված ճանապարհ, այսինքն ոչ միջազգային նշանակության։ Իսկ հիմա կարելի ասել, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորումը, եթե դա տեղի ունենա, ընդհանրապես պատռում է Ռուսաստանի խաղաքարտերը մեր տարածաշրջանում։ Ոչ միայն Ռուսաստանի, ես նշեցի բազմաթիվ դերակատարների։ Ռուսաստանը այսպես կոշտ ներկայության հավակնություն ուներ ի տարբերություն Իրանի, որը եւս կուզեր իհարկե սունիկ գալ, բայց չէ, ես էլ ուզում օբյեկտիվ գտնվել։ Յուրաքանչյուրը իր հնարավորությունների սահմաններում է փորձել ներկա գտնվել եւ ազդել process-ների վրա։ Հիմա տեսեք, 3 գումար այս Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացից հետո Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը 3 գումարից 3-ի մասին այլևս չեն խոսում կամ ընդամենը այսպես հպանցիկ անդրադառնում են, եթե այդ մասին խոսում են երկու խաղացող Իրանը եւ Ռուսաստանը, որտեղ միայն նրանց է։ Ես բերում եմ միայն այդ մի օրինակ, այդ ձևաչափը, որը ծնվել է 2020 թվականից հետո եւ դրա նպատակները այս տարածաշրջանը որոշակի կառավարում ապահովել է, ընդ որում ներգրավելով նաեւ Իրանին եւ իհարկե ապահովելով Ռուսաստան եւ Թուրքիայի ներկայությունը։ Այսինքն երկրներից յուրաքանչյուրը իր ունեցած հնարավորությունների եւ գործիքների մակարդակում փորձում է ազդել process-ի վրա։ Հիմա ես արդեն գալիս եմ պատասխանելու ձեր առաջին հարցի այն հատվածին, թե ինչու են այդպես արձագանքում թե Իրանը, թե Ռուսաստանը։ Տեսեք, Ռուսաստանի պարագայում ավելի կառուցողական քողի ներքո է այդ արձագանքը, այսինքն քանի որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, քանի որ այդ սահմանի երկայնքով, այսինքն մեղրի այդ հատվածում արկա է ռուսական ռուս սահմանապանների ներկայություն, քանի որ ուրեմն Հայաստանի երկաթուղիները գտնվում են Հարավկովկասյան երկաթուղի ՓԲ-ի տնօրինման ներքո, հետևաբար
Ռուսաստանը իրավունք ունի հավակնելու այդ թրիփ նախագծում որևէ դերակատարման։ Կնայեք, բայց Հայաստանի իշխանությունը ամեն մեկին իր պատասխանն ունի, որ նոր կառուցվելիք երկաթուղին ըստ օրենքի չի մտնելու Հարավկովկասյանի ներքո, եւ եթե թրիփը կառուցվի, այնպես չի, որ ռուս խաղապանները շարունակելու են, այդտեղ մնալ մենք շարունակում ենք մեր սահմանապահներին կանգնեցնել, ԵՏՄ-ն էլ դե հիմա ԵՏՄ-ը։ Բայց ինչու է Ռուսաստանը այսպես արձագանքում, բարձր չէ, որ Ռուսաստանի առաջարկները մեծ հաշվով քննարկել չեն, որտեղ որևէ տրամաբանության ուրեմն օգտին չէ կամ որևէ տրամաբանությամբ Ռուսաստանը չի կարող այդ ներկայությանը հավակնել, որտեղ այն ինչ որ տեղ ունենում այդ ապաշրջան թրիփ նախագծի տրամաբանության մեջ, այսինքն դա Ռուսաստանը ներգրավում է, այդ նշանակում է աշխարհակահական բախում առաջացնել կամ բախման հարթակ դարձնել այդ նախագիծը, հետեւաբար դա անտրամաբանական մոտեցում, բայց ինչու է Ռուսաստանը նման ձևով խոսում դրական գործիքների ներքո, այսինքն տեսեք ես ուզում եմ ես էլ մասնակցել, ես կողմ եմ այդ process-ին եւ ուզում եմ մասնակցել, որտեղ ունեմ SSS դերակատարումը Հայաստան, բայց պարզ է որ դրանով իսկ ինքը արդեն փորձում է խոչընդոտել այս նախագծի իրականացումը։ Հիմա գանք Իրանին։ Իրանը չունի նման գործիքներ, որպեսզի ասի, որ ես էլ SSS ունեմ, հետաբար ես էլ պետք է դրան մասնակցեմ։ Իրանը չունի, բայց Իրանը ունի այլ գործիք։ Այն հին նախկին գործիքը, որի մասին առնվազն 2020 թվականից սկսել են անընդհատ խոսել ու կիրառել։ Այն որ իրանց համար անթույլատրելի է որևէ միջանցքը, դրա համար էլ իրենք Զանգեզուրի միջանցքը կոնկրետ Վելայաթին համեմատում է թրիփի հետ, ասում է որ դրանց մեջ մեծ տարբերություն չկա։ Թեև ԱԳՆ եւ նախագահ Այսա դրա մասին էլ կխոսեն։ Այսինքն եւ սա ինչ է նշանակում, ինչպես է նախկինում դեմ հանդես գալիս Զանգեզուրի միջանցքին, ասում են որ իրենք դեմ են տարածաշրջանում սահմանների փոփոխությանը, տարածաշրջանի երկրների ինքնիշխանության սահմանափակմանը եւ ուրեմն տարածքային ամբողջականության ուրեմն վտանգի որևէ երկրի տարածաշրջանի եւ նաեւ նշում են Իրան-Հայաստան սահմանի խախտման անթույլատրելությունը իրենց համար։ Այսինքն տեսեք նույն երբ որ համեմատությունը կատարում է այս մակարդակում, սա նշանակում է որ իրանական կողմը վերադասում է նախկին հին գործիքակազմը։ Այստեղ մի բան էլ ասեմ ու արդեն ձեր հարցին պատասխանեմ։ Տեսեք, այստեղ մի կարևոր նրբություն կա։ Զանգեզուրի միջանցք, որին դեմ էր Իրանը, Զանգեզուրի միջանցք, ես չեմ խոսում թրիփի սկզբունքների մասին, թրիփի գաղափարի մասին, նախագծի մասին, ընդհանրապես։ Ես խոսում իրանական ընկալումների մասին։ Զանգեզուրի միջանցքը ինքը ինչ էր ներկայացնում ըստ Իրանի, դա թուրքական վերահսկողությամբ, Թուրքիա-Ադրբեջան վերահսկողությամբ Իրանի անմիջական սահմանին ճանապարհ, առաջին փուլում ճանապարհ, հետո հետագայում իհարկե կանխատեսել է նաև ամբողջովին նաև ինչու ոչ այդ տարածքի անեքսիա, որը նաև իր տրամաբանությամբ նախ ամրապնդել էր Թուրքիա-Ադրբեջանի դերը, հետո կտրելու էր Իրան-Հայաստան սահման, այսինքն Իրանի համար արտաքին աշխարհի հետ կապի, հատկապես հյուսիսի հետ կապի լուրջ ռազմավարական խնդիր է առաջացնում, որտեղ Իրանը ընկնել էր մեծ կախվածության մեջ թուրքական երկու երկրներից, Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Թրիփի պարագայում, տեսեք, ոչ թե այդ ազդեցությունը թուրքական է, այլ Միացյալ Նահանգների ներկայացում է, որը այս պարագայում, եթե ունեք Թուրքիան ու Ադրբեջանը իրենց հարևան երկրներ են, իրենց հետ կա երկխոսություն, երբեմն էլ պաշտոնական հանդիպումների ընթացքում մեկը մյուսին եղբայր է կոչում։ Հիմա թրիփի մակարդակում գալիս է Միացյալ Նահանգները, որը աշխարհակահաղական առումով Իրանի ամենակարևոր հակառակորդներից մեկն է, որ ընդամենը ամիսներ առաջ հրթիռակոծում էր Իրանի տարածք, այսինքն տեսեք ինչպիսի, այսինքն անգամ այս պարագայում եթե դիտարկում են, գուցե Իրանի համար մարտավարավերն ավելի մեծանում է, քան կար նախկինում, ես կրկնում դա նրանց վերլուծության արդյունքն է։ Հիմա թե ինչու է երկու մակարդակում եւ իրարից տարբերվող բառապաշար ձևակերպումներով արձագանքը լինում։ Այս արդեն պայմանավորված է Իրանի կառավարման համակարգի առանձնահատկություններով։ Մենք գիտենք, որ կրոնական պետություն է, որտեղ երկրի դե յուրե առաջնորդը համարում է փաստացի գերագույն հոգևոր առաջնորդը,
որը երկրի անվտանգության, նաև արտաքին քաղաքականության, ուրեմն առնվազն մշակման եւ հիմնական ուղղությունների, այսպես տրամադրման պատասխանատուն է։ Եվ գործադիր մարմինը, որի գլխին կանգնած է նախագահը եւ որը իրականացնողն է։ Երբեմն երկու կողմերի մոտեցումներում լինում են տարբերություններ այս երկու ուրեմն ինստիտուտների եւ դա պայմանավորված է այն հանգամանքով, երբ որ տարբեր ու քաղաքական ուղղվածության հոսանք է, այսինքն պահպանողական ուժեր Իրանի հոգեոր առաջնորդին հարող քաղաքական շրջանակը դա պահպանողական ուղղվածության ուժերն են։ Եթե նախագահի պարագայում ընտրվում է բարեփոխական գործիչ, ինչպես Փեզեշքյանն է, այդ դեպքում լինում են այո, հակասություններ մոտեցումներում։ Հիմա TRIP-ի հետ կապված սրան մենք կոնկրետ այս օրինակի ականատեսն ենք, այսինքն պահպանողական թևը մնում է նույն կարծր կոշտ դիրքորոշման։ Ո՞րն է Իրանի պաշտոնական տեսակետը այդ դեպքում։ Երկուսն էլ պետք է հաշվի առնել։ Երկուսն էլ, որովհետև չի կարող, որովհետև տեսեք, այս էլի իրանական համակարգի առանձնահատկություններից է։ Այսինքն երկու տեսակետ ասում է, հետո ժամանակի ընթացքում որը հնարավոր է լինում առաջ մղել եւ որը այդ պահին բխում է Իրանի շահերից, դա էլ առաջ են մղում։ Բայց երբ որ երրորդ երկրի տեսանկյունից ենք նայում, որը պետք է արդեն հաշվի առնի եւ փորձի գնահատել Իրանի դիրքորոշումը, դու չես կարող երկուսն էլ հաշվի չառնել։ Այսինքն երկուսի արկայությունը խոսում է այն մասին, որ իրենք շարունակում են մնալ այն տեսակետին, որ այդ process-ը, որ մեր տարածաշրջանում տեղ ունենում, այնքան էլ չի բխում Իրանի շահերից։ Պարզապես նրանց արձագանքի եւ Իրանի այս պահին ունեցած հնարավորությունների համատեքստում առաջ է մղում այս ուղղությունը։ Էլի այս պահին տեսեք մեր հայկական կողմի արձագանքի համատեքստում, երբ որ տարբեր պաշտոնյաներ խոսեցին այդ մասին, ինք նշեցին, որ Հայաստանի համար կարևոր Իրանի արտաքին ուրեմն քաղաքական գերատեսչությունն է արտահայտում Իրանի արտաքին դիրքորոշումը եւ Հայաստանը հաշվի առնում այդ դիրքորոշումը, որին մենք քաջածանոթ ենք։ Սա տեսեք, սա հստակ Հայաստանի պաշտոնական արձագանքի համար շատ լավ հիմք է, փաստ է, բայց միևնույն ժամանակ այս համատեքստում Իրանի դիրքորոշումը, Իրանի մոտեցումները, Իրանի հնարավոր քայլերը հաշվարկելու համար պետք է հաշվի առնել նաև այն հայտարարությունը, որը հնչել է Վելայաթի կողմից, որտեղից կարող է ազդեցություն լինել արդեն գործադիրի վրա։ Երկու հայտարարություն եւ իրադարձություն, մեկը Էրդողանը ասում է, որ հունվարի 1-ից խորհրդանշական քայլ կարող է արվել, այստեղ ընտրանքները մի քանիսն են, կա ենթադրություն, որ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար է բացվելու սահմանը միայն, կա երկրորդ ընտրանքը, որ գումարած նաև երրորդ երկրների քաղաքացիների, նախ ինչու խորհրդանշական քայլ եւ հարցից երկրորդ մասը Վրաստան, Ադրբեջան, Հայաստան եռանկյունին է, նավթի գնման արդեն այստեղ քննարկել ենք ձեզ հետ process կա եւ Կոբախիձեն Վրաստանի վարչապետը ասում է աշխատում ենք եւ Հայաստանի հետ եւ Ադրբեջանի հետ, այսինքն դիվանագիտական հայտարարություն է, բայց Վրաստան բավականին թանկ գին է առաջարկում տրանզիտի համար եւ էլի խորհրդանշական քայլ առաջին տրանզիտը անվճար, բայց այնքան թանկ է այդ մաքսատուրքը տրանզիտ վճարը հաջորդ ներկրումների համար, որ այդ անվճարը բավականին թանկ է դուրս գալու, հա։ Ինչ ունենք այս երկու ուղղությամբ, սրանք ինչի մասն է։ Սկսենք Թուրքիայից, տեսեք, դե ես էլ նոր բան չեմ կարող ավելացնել նրանց, որոնց մասին դուք նշեցիք, այսինքն ենթադրել է, որ մեծ հավանականությամբ երևի միաժամանակ երկու խմբերի համար չի բացվի, այսինքն փուլ առ փուլ կգնա սահմանի բացումը եւ առաջնահերթ երևի թե դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար կբացվի սահմանը
որից հետո գուցե նաև երրորդ երկրների անձնագիր ունեցող։ Իհարկե հրաշալի կլինի, եթե երկուսի դեպքում միաժամանակ բացվի։ Գուցե նաև այսպես որոշ քայլեր Թուրքիայի տարածքում, որտեղ եթե չեմ սխալվում, անի կամուրջի ինչ-որ քննարկում վերակառուցման, այո, հանդիպումներ բարբերաբար տեղի ունեն։ Այո, այսինքն դա էլ գուցե դրա շուրջ էլ արդեն process-ը մտնի կոնկրետ իրականացման փուլ։ Եվ այսինքն այս քայլերն են կանխատեսելի, բայց այստեղ շատ կարևոր է Էրդողանի հայտարարության այդ բառապաշարը, բառերի ընտրությունը խորհրդանշական, սա շատ կարևոր է։ Սա հստակ ուղերձ է ընդորում թե Հայաստան, թե Ադրբեջանին։ Հատկապես Ադրբեջանին ինչու, որովհետև տեսեք, ընդ որում այս հայտարարությունը ինքը կամ այս հատվածը ինքը հայտարարության այս հատվածը նախորդում է մշտապես թուրքական կողմից առնվազն վերջին 5 տարիներին հնչեցող հետևյալ ձևակերպմանը, որ չէ, հայ-թուրքական կարգավորումը ավելի ուշ է սկսել 22-ից, եթե չեմ սխալվում, վերջի 3 տարիներին անընդհատ կիրառող ուրեմն բառապաշարին, այսինքն որ գործընթացը տարվում է Ադրբեջանի հետ համաձայնեցմամբ, սա շատ կարևոր հանգամանք է եւ դրա նպատակն է ուրեմն ազդելու նաեւ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումը։ Եվ Ֆիդան պարզ էր ասում, եթե հիմա բացենք, Հայաստանի մոտիվացիա չի ունենա նրանց մոտեցումը դա է։ Հիմա ինչու է ասում խորհրդանշական, որպեսզի ադրբեջանական կողմն էլ, այսինքն ադրբեջանական կողմի արձագանքի համար էլ խնդիրներ չառաջանան։ Ագրեսիվ, այո, այսինքն շատ նուրբ ձևակերպում է, որ սա արմատական խորքային քայլ չի եւ սա չի նշանակում մեր հիմնական ուղեգծից շեղում։ Սա ընդհանրապես նշանակում է այս բանը Հայաստան-Ադրբեջան եղած գործընթացին process, գործընթացին զուգահեռ ինչ որ քայլ անել։ Եվ նույն ուղերձը նաև ուղղված է հայկական կողմին, եթե դիտարկենք նույն Ֆիդանի ասացի տրամաբանության մեջ, որ չհամարեք, որ սրանով Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորվում են։ Մենք մնում ենք նույն մեր ուրեմն դիրքորոշման հավատարիմ, այսինքն process-ը զուգահեռ գնալու է Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացը, այսինքն ինչքան այնտեղ կունենանք հաջողություն, ինչքան այնտեղ կունենանք առաջընթաց, տրամաբանորեն եւ զուգահեռաբար նույնքան էլ կունենանք այստեղ հեռանկար։ Այսինքն այս դիվանագիտական բառապաշարի նրբությունը կարծում եմ որ սրանով է շատ կարևոր։ Հիմա գանք Վրաստանը։ Ես արդեն իսկ նշեցի Վրաստանի դիրքորոշումը, երբ որ նշվում է, որ երեք երկրների համար այս process-ը շատ խնդիրներ է։ Գնայք, ես ինչքան գիտեմ, հայկական եւ ադրբեջանական կողմերը ամեն դեպքում ունեն քննարկումներ, հայ-ադրբեջանական սահմանով այդ ներդրումներն անել, այնտեղ տեխնիկական խնդիրներ կան լուծելու, ճանապարհային, երկաթուղային եւ այլն, բայց բավականին տրամաբանական եւ adekvat լուծում կլինի շրջանցել Վրաստանին, այն դեպքում, երբ որ երկրները ունեն սահման իրար հետ։ Եթե Վրաստանը այդ դիրքորոշմամբ շարժվի, բնականաբար դա մղելու է Հայաստան-Ադրբեջանին ավելի ինքնուրույն գործելու։ Այնպես որ ավելի լավ որ Վրաստանը ապա կառուցողական։ Դե մեր դեպքում նայում ենք ավելի լավ, բայց ես գիտեք ինչքանով եմ գիտեք կարծում որ Վրաստանը այնքան էլ ճիշտ չի գործում, որովհետև ինձ համար չափազանց կարևոր է որպեսզի որպես վերլուծաբան եմ նշում, որպեսզի այն ինչ որ տեղ ունենում Հարավային Կովկասում լինի ներառական process, սա չափազանց կարևոր է։ Այսինքն Վրաստանը ինքը չի, այսպես ասենք, գիտակցում, որ շատ կարևոր որպեսզի ինքը լինի այն հիմնական երրորդ կողմը մոդերատորը այս process-ի, որպեսզի կարողանա գործընթացները տանի կամ այս գործընթացներում ուղի ներգրավություն ունենա, որ ենթադրենք կողմերը ոչ թե շտապ են գնան Աբու Դաբիում ինչ-որ բանակցություններ անել, այլ գալ Թբիլիսիում կամ Վաշինգտոն կամ չգիտեմ այլ կենտրոն չգնան, այլ գան Թբիլիսի, Վրաստանը, այսինքն չի գիտակցում, որ դա է այս պահին, տեսեք ես նշեցի, չէ՞ որ այս պահին իրողությունները պետք է ճիշտ գնահատել եւ սրանք փորձել ճիշտ կառավարել։ Վրաստանը կարծես թե այս ուղղությամբ չի գնում։
Մի քիչ ավելի էմոցիոնալ, նեղացկոտ Այո, հիմա բայց դա ինչով է, այսինքն հիմա մեր խնդիրն էլ պետք է լինի թույլ չտալ, որպեսզի Վրաստանը մնա լուսանցքում։ Եթե մնում է Վրաստանը լուսանցքում կամա թե ակամա այս պահին աշխարհակահաղական իրողությունները հաշվի առնելով, այդ Վրաստանում մեծանում է Ռուսաստանի ազդեցությունը։ Այսինքն սա շատ հաճախ Վրաստանը փորձել է անել քայլեր եւ ընդ որում այս քայլը եւս բխում է միանշանակ կերպով բխելու է Ռուսաստանի շահը, որովհետեւ հիմնական ներկրումը նույն այդ նավթամթերքի որտեղից է Ռուսաստանից, այսինքն եթե մենք չենք կարողանում պայմանավորել այլ ընտրանք Վրաստանի ճանապարհով ադրբեջանականը բերելու եւ երկկողմ ձևաչափում էլ, այսինքն Հայաստան-Ադրբեջան մակարդակում էլ չենք կարողանում պայմանավորվել, նշանակում է մնում է նախկին երթուղի, նախկին մատակարարը Ռուսաստանը։ Այս դրանից ով է շահում է վստահաբար Ռուսաստանը եւ այսպես իր հանդեպ մեծացնում է անվստահությունը Վրաստանը։ Շնորհակալություն կհետևենք պարոն Պետրոսյան։ Ձեզ նպատակ շնորհակալություն։ Factor TV-ում հյուրընկալել ենք Արմեն Պետրոսյանին։